Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Այս ամբիոնից հնչում են հայտարարություններ, որոնց հետ ես մեղմ ասած հաշտ չեմ։ Ճիշտն ասած, ուզում էի անդրադառնալ Լևոն Քոչարյանի հայտարարություններին, բայց ոնց որ միշտ էլի աթոռները դատարկեն։ Այդ մարդկանց մոտ սովորություն է գան հայտարարությունները անեն, արագ լքեն դալիճը, որպեսզի չլսեն իրենց հայտարարություններին արված պատասխանները։ Թերևս ստիպված եմ երկխոսել վերջիններիս աթոռների հետ։ Ճար չկա, ուրիշ ինչ անենք։ Լևոն Քոչարյանը հայտարարում է, որ հպարտանում է։ Փորձենք հասկանանք ինչի համար է հպարտանում։ Հոկտեմբերի 27-ի համար է հպարտանում։ Մարտի 1-ի համար է հպարտանում։ Պապլավոկի զուգահանում Պողոս Պողոսյանի սպանության համար է հպարտանում։ Այն քաղաքական հետապնդումների ու սպանությունների համար է հպարտանում։ Ինչի համար է հպարտանում։ Ափսոս դալիճում չէր։ Հուսով եմ գոնե կարձագանք էր տեղից։ Երկրորդ, այս նույն խմբակցությունից անընդհատ ինչ որ փորձեր են արվում այս ամբիոնից քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներին մեղադրել ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների մեջ։ Չասագիտեք, հասկանում եք որ բան է, այն որ ասում է իրենց աչքի գերանը չեն տեսնում, փորձում են մեր աչքերում փուշ փնտրել։ Ժողովուրդ ջան, մի հատ ձեր կողքը բոլորը նայեք, ձեր կողքը նստած է Լևոն Քոչարյանն է։ Ում հայրը Ռոբերտ Քոչարյանը այսօրվա օրով մեղադրվում է ապօրինի հարստացման համար։ Դատախազությունը $200 միլիոն գույք է պահանջում Ռոբերտ Քոչարյանից։ Բայց նույն խմբակցության падգամավորները, որ այս ամբիոնից գալիս են, ելույթ են ունենում, ինչ որ կոռուպցիոն դեպքեր են փորձում փնտրել գտնել։ Բա մի օր ձևի համար Ռոբերտ Քոչարյանին հարց չեն տվել, թե ոնց եղավ, որ նախագահի 400,000 դրամ աշխատավարձով հանկարծ միամիտ դարձար Աֆրիկայում ոսկու հանքի տեր։ Դարձար Հունաստանում առանձնատան տեր։ Աֆրիկայում էկզոտիկ կենթանիների որսի էր մասնակցում ու ըստ մամուլի հրապարակումների ամեն արած կենթանու որսի համար $50,000 գումար էր վճարում, վերջում էլ թամբում ու նկարվում էր։ Բա մի հատ հարց չեք տալիս ձեր առաջնորդին։ Փորձում եք կոռուպցիա փնտրել մեր մեջ։ Հիմա անդրադառնամ մեր վայ հայրենասերներին։ Այս ամբիոնից հայտարարություն է հնչում, թե Ադանան մեր հայրենիքն է, մեր հայրենիքի մի մասն է։ Հիմա փորձենք հասկանանք, եթե Ադանան ձեր հայրենիքն է, ձեր հայրենասիրության մոդելը ո՞րն է, կամ այդ Ադանայի համար մինչ օրս ինչ եք արել, եթե Ադանան համարում եք ձեր հայրենիքը։ Պարոն Կարապետյան, միգուցե պարտադիր ժամկետային զինծառայություն եք անցել Ադանայում։ Ճիշտ է, Հայաստանի Հանրապետությունում չեք անցել այդ ծառայությունը, կրկնակի հետազոտություններից էլ խուսափում եք, բայց միգուցե Ադանայում եք անցել պարտադիր ժամկետային զինծառայություն։ Ձեր հայրենիքն է։ Ադանայում ինչ եք արել, գործարաններ եք հիմնել, աշխատատեղեր եք ստեղծել, բարեգործություններ եք անում, հարկեր եք վճարում, բայց ձեր հայրենասիրության մոդելը ինչով է դրսևորվում։ Քյաբաբով, գիտեք ինչ կա, ես չէի ուզում հուսալ, որ բանը դրան կհասնի, բայց եթե ձեր հայրենասիրության մոդելը քյաբաբով է դրսևորվում, ես ցավում եմ ձեզ համար։ Հարցը գիտեք ինչու՞մն է, մարդիկ գալիս են երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից կանգնում հայտարարություններ են անում, հայրենասիրական, հուսալով, որ այդ հայտարարությունների համար համակրանքի կարժանանան ու իրանց կծափահարեն զուտ նրա համար, որ այդ տեսեք մարդը Ադանան համարում է իր հայրենիքը։ Լավ, ինչ եք արել Ադանայի համար, ինչ եք պատրաստվում անել հայրենիքի համար, Ադանայի համար։ Ասեմ ձեզ, ոչ մի բան չեք արել ու վստահ եմ, չեք էլ անելու։ Ընդամենը փուչ հայտարարություն էր այս ամբիոնից արված, հուսալով, որ դրա համար ձեզ կծափահարեն, կասեն, այ տեսեք ինչ հայրենասեր մարդ էր։ Ընդամենը այդքան բան, բայց պարոն Կարապետյան, վաղուց Հայաստանի Հանրապետությունում անցել են այն ժամանակները, երբ որ այդ փուչ հայրենասիրական հայտարարությունների համար մարդկանց ափահարում են ու հայրենասեր են համարում։ Ու այո, նաև անցել են այն ժամանակները, երբ շարքային ընդդիմադիր գործիչի կերպարում ձեզ կարող եք թույլ տալ ամեն տեսակ հայտարարություն անել։ Այդ թվում օրինակ ինչպես ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի հուշահամալիրի դիմաց հայտարարեցիք, որ Լեռնային Ղարաբաղը ստեղծման օրվանից
ճանաչված անկախ հանրապետություն է եղել։ Վերահաստատում եք, պարոն Կարապետյան, այդ հայտարարությունը։ Լեռնային Ղարաբաղը ստեղծման օրվանից ճանաչված անկախ հանրապետություն է եղել, թե ոչ։ Հուսով եմ կարձագանքեք սրան հաջորդ անգամ։ Կամ կհերքեք, կամ կվերահաստատեք։ Հերքելու դեպքում ձեր մեջ համարձակություն կգտնեք դրա համար ներողություն խնդրել, որ կեղծիք եք հայտնել։ Չնայած այդ համարձակության մասով էլ մի փոքր կասկածներ ունեմ, որովհետև համարձակության բացակայությունն է թերևս վկայում նրա մասին, որ մինչ օրս ձեր խմբակցության անունից ներողության հայտարարություն չի հնչել ձեր падգամավորներից մեկի արած հայտարարության համար, որ ցանկանում է սակրավորների մահը։ Պարոն Կարապետյան, այս ամբիոնից երեք եկել եք, ներկայացնում եք ինչ-որ օրենքներ, փորձում եք առաջ բռնել հակասաֆարովյան օրենք։ Արգել ենք ադրբեջանցիներին երկար մնալ մեր երկրում, ճիշտ եմ հասկացել, 10 օրից ավել չկարողանան մնալ մեր երկրում, չկարողանան գույք, անշարժ գույք եւ հող ձեռք բերել մեր երկրում։ Շատ լավ։ Գիտեք ինչ կա, պետք է հիշեցնեմ ձեզ դեռևս մայիսի 25-ին ձեր ինքնահռչակ վարչապետի Սամվել Կարապետյանի հայտարարությունը։ Կառավարության առաջին իսկ նիստին կընդունենք օրենք Սաֆարովի կանխարգելման մասին։ Պարոն Վարդևանյան, հիշում եք, դուք էլ հաստատում եք խրող ձևով ասում եք, այո, անպայման կընդունենք, ջանդամին թե կառավարության նիստերին օրենքներ չեն ընդունում։ Կարևորը վստահ եք դուք ձեր քայլերի մեջ։ Պարոն Կարապետյան, ձեր քաղաքական առաջնորդը Սամվել Կարապետյանը կառավարության նիստին օրենք է պատրաստվում ընդունել։ Դուք եկել եք ստեղ մեզանից, ինչ եք ուզում։ Ով ենք մենք, որ ընդհանրապես քննարկման առարկա սարքենք ձեր ինքնահռչակ վարչապետի որոշումները։ Մենք այդքան կանք, կարևոր է այդ մարդը վստահ ձևով իր որոշումը կայացրել է։ Գնացեք, ձեր կառավարության նիստերը գումարեք եւ օրենքներ ընդունեք ձեր կառավարության նիստերում։ Դրա փորձառությունը դուք վաղուց արդեն ունեք։ Այդ հարցում մենք ձեզ չենք կարող օգնել։ Կներեք եւ շնորհակալ եմ։